Ձեր սիրելի Լիզայի մասին պատմեք։ Լիզայի։ Հա։ Հա։ Լիզա։ Մինչև բանակ գնալը ես սիրահարվել էի։ Լիզա հետ մենք կապ ունեինք։ Հանդիպումներ ունեինք։ Խորհրդային տարիներին։ Խորհրդային։ Մինչև բանակ գնալը դպրոցական տարիներին կապ ունեիք։ Հա, գաղտնի հանդիպումներ։ Նամակ էին գրում, բան էին գրում։ Դպրոց հետալուց հանդիպում էին։ 15-16 տարեկանում։ Հա։ Գնացի բանակ։ Բանակ գնալուց տեսա իրեն, որ կսպասես մինչև իմ գալը։ Ես կամավոր մեկնեցի բանակ, կոնվերտական էի։ Ավարտեցի Երևանի մանկավարժական ուսումնարանը, ինձ նշանակեցին աշխատանքի Արևչատի 7-ամյա դպրոցում որպես ուսուցիչ։ Մինչև աշխատելս պատերազմը սկսվեց։ Ես որպես կոնվերտական կամավոր գնացի բանակ 41 թվականի օգոստոսին։ Իմ բանակ տանելու օրը մենք ֆուրգոնով գնացինք, դեն ժամանակ մեքենա չկար։ Այգեստան էլ մտանք, մեր արտաշատ թերթի խմբագիր Նորար Սահակյան կա, նրան էլ պիտի վերցնենք, նրան էլ ինձ հետ բանակ տարան։ Մի հատ պարավ կար, նստա թիշ չափեց ես արեց, ասա ոնց գնում եք այդպես էլ կվերադառնաք, չէ՞ իրոք։ Ոնց գնացինք այդպես էլ առանց մեր ընկերների մայ հետ եկանք։ Դե պատերազմ ասված ոչ անի, դե հիմիկվա պատերազմ ուրիշ էր, ժամանակ ուրիշ էր։ Հիմա առակետի պատերազմ, իսկ այն ժամանակ մարդկային ուժի պատերազմ էր։ Մարդկային զոհերով էր առաջ գնում մեր բանակը։ Նու մասնակցեցի ամբողջ պատերազմի ընթացքում, պատերազմից հետո սպա էի, մի տարի լավ էլ ծառայեցի, 46 թվականի օգոստոսին տուն վերադարձա։ Վերադարձան է։ Լիզան սպասել էր։ Լիզանը սպասում էր ինձ։ Եկա, վերջ հարցանենք, արինք, ամուսնացան։ Ընթացքում ծառայության նամակներ գրում էիք իրար։ Չէ։ Նախ նամակ գրելու իրավունքը չունեինք, չէին թույլատրում։ Պարոն Ավետիսյան, 5 տարի, 6 տարի առանց նամակ, առանց զանգել, այդ ո՞նց էր սպասել։ Ինչ անեմ։ Ես Հիմա մի հաղորդագրությունը կուշանա, էլ չէ սպասի հիմա դեն աղջիկները։ ժամանակ, գիտեք ինչ, որ ինձ տարան բանակ, տարան Վրաստանի Ավչալա քաղաքը, Զվորնպուկտ էր Ավչալան, այնտեղ մի հատ հապիսեր եկավ, հարց տվեց, кто знает по-русски язык, ես մի թեթև գիտեի, մատ մարզանցա, ես չեմ, ով չգիտեր են կողմի վրա։ Ինձ ուղարկեցին Թիֆլիսի ռազմական ուչիլիշ։ Այնտեղ արագացված կարգով ավարտեցի, ստացա աֆիցերի կոչում, ինձ ուղարկեցին Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի ռազմական տրամադրության տակ։ Ու այնտեղից կռվելով հասել եմ մինչև Վարշավա։ Զինվորական ինչ մասնագիտություն ստացաք։ Հրաձիգ էիք, մոտոհրաձիգ էիք, ինչ մասնագիտություն ունեիք։ Ես ռազմետչիկ էի։ Արտիլերիստ ռազմետչիկ։ Հրետանավոր հետախույզ։ Հա։ Շատ դեպքեր են եղել։ Դժվար տարիներ են եղել։ Դժվար, շատ դժվար։ Սովածել ենք մնացել, շրջապատման մեջ ենք ընկել, Սիլոտկան կիսում ենք 3 բաժնի, ամեն բաժնի հետ մի սուխարի, էդ էր։ Դժվարություններ եղել են, այնքան ժամանակ մինչև մենք օգնությունը ստացանք Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Միայն հացը ռուսական էր, իսկ ամբողջ պրոդուկտը ամերիկյան էր։ Կոնսերվաներ տարբեր տեսակի, բուլկեղեն եւ այլ։ Պարոն Ավետիսյան, ամուր ընտանիքի համար ո՞նց եք կարողացել այնպես անել, որ ձեր կինն էլ երջանիկ լինի, դուք շատ ջերմ հիշեցիք իրեն։ Ամուր ընտանիքի կապը դա մարդու եւ կնոջ միասնությունն է։ Եթե ես իմ տիկնոջ Լիզայի հետ
համերաս չլնեի, համակերպված չլնեի, երբեք ամուր ընտանիք ստեղծել չէի կարող։ Մենք շատ լավ մարդիկ ենք, նկարները կար, հետո ցույց կտամ ձեզ։ Անպայման։ Սիրով մարդիկ ենք եղել, եւ մինչեւ վերջին րոպեն էլ իրար հետ այդպես սիրով բաժանվել ենք իրարից։ Սովորաբար այդ համերաշխությունը երբեմն ինչ որ մեկի հաշվին է լինում։ Կարողացել եք բալանսավորել, թե ում է։ Չէ, բալանսավորված էր մեր այդ։ Ով էր զիջում շատ։ Երկուսս էլ զիջում ենք մեկս մյուսի։ Զիջում։ Պատահել ես էլ սխալ եմ ունեցել։ Կինս ասում էր, այդ բանը չի կարելի։ Ինչ էիք անում։ Ասում էր լավ, հասկացանք իրար։ Կամ ես էի իրեն ասում։ Ներողություն խնդրում էիք, որ սխալ էիք լինում։ Չէ, ներողություն չէ, ուղղակի ձեռքով հասկացնում էի, որ հասկացանք իրար։ Ներողության փոխարեն այդ ժեստն էիք իրարու։ Մեթոդ է։ Իմ կինս լավ կին է եղել։ Դե որ առանց նամակի, առանց զանգելու 5-6 տարի սպասել է պատերազմից, Էդգար շատ է սիրել։ Այն ժամանակ պալավոյ պոստան էր, նամակը տեղ չէր ասնում, եռանկյունի նամակն էր, 1000-ից մեկ ես իմ հասներ թե չհասներ, նպատակում էր, որ օդպուսկ եկող էր լինում, ես նամակ էի տալիս, օրինակ մեր հարևան յուղից Խուդոյան Սեփան կար, նա որ գալիս էր օդպուսկի, ես նամակ էի գրում, գումար էի տալիս, ուղարկում էի տուն։ Բա որ գախնի էր, ոնց էր բերում տալիս, բոլորը կիմանային, որ ասել Վարոս Լիզային նամակ բերեց։ Նամակը հա, գախտ չէ, նամակը ինչ, բարև, մենք լավ ենք առաջ ենք գնում, ուրիշ բան, ծրա նամակի մենք ուրիշ բան չենք գրում, իրանք էլ չունենք գրելու։ Իսկ հիմա նամակները դարել են մի վայրկյանում։ Հա, դե հիմա ուրիշ, հիմա կարծակնային ժամանակաշրջանը, հիմա ինչ ասես, չկա այդ անտեր հեռախոսները, Դա լավ է թե վատ։ լիվաթելը, Լավ է դա թե վատ։ լավ է, շատ լավ է։ Հետո տեխնոլոգիաները հեշտացնում են կապը։ Օրինակ դուք ձեր աղջկա հետ խոսում եք, չէ, վիդեոկապով, կարոտանում Այն եք։ ժամանակ մենք ակումբի վարի չունեինք, ասում էր շուտով ժամանակ կգա, դուք կնստեք ձեր տանը, Մոսկվայում մարդիկ խոսի դուք կտեսնեք, ասում եք ոնց կարող է այդպիսի բան լինել։ Այդ հեռուստացույց էր։ Եղավ այդ բանը, ասում են շուտով հեռախոսով, որ խոսում ես, խոսում ես, կարող է պատկերը տեսնես։ Հավատալու բան չէ, բայց կատարվեց, զարգանում է։ Հիմա գիտությունը, տեխնոլոգիան ահռելի թափով է զարգանում, ահռելի թափով, դա շատ լավ է։